Զարթում ենք, հավաքվում ենք, զրուցում ենք ու այդ այլ ուրիշ ոչ մի բան։ Նոր կյանք գյուղում դպրոցն ավարտած երիտասարդներն իրենց առօրյան այսպես են բնութագրում. չեն սովորում, քանի որ ուսման հետ սեր չունեն, չեն աշխատում, որովհետև տարիքը չի ներում։ Նոր կյանքում աշխատատեղերի թիվը մատների վրա են հաշվում. դպրոցի ուսուցիչ, գյուղապետ, մշակույթի տան պարուսույց։ Աշխատավարձը սակայն ոչ մեկին չի բավականացնում, հարևան գյուղերի նման այստեղ էլ ապրուստը հոգում են Ռուսաստանից մեկնած տղամարդկանց հաշվին։ Ընդ որում արտագնա աշխատանքի է մեկնում թե ընտանիքի ավագը, թե նորապսակ երիտասարդը։ Там բոլոր տղամարդիկ Ռուսաստանն են։ Աջակցությունը այնտեղից է իհարկե միանշանակ։ Գյուղի մեծ մասի հա երևի մոտ այդպես է։ Հա, ստեղ մանավանդ մեր գյուղում շատ հազարից մի ընտանիք է, որ ինքը սեփական միջոցներով, հողով կամ ինչ-որ բանով աշխատում է, բոլոր արտագնա աշխատանքների են։ Դպրոցն ավարտած աշակերտներից մոտ 30%-ն է պարապում եւ բուհ ընդունվում, մեծ դրույթում նշեց Անուշ Խաչատրյանը, ով 20 տարի է դասավանդում է Նոր կյանքի դպրոցում։ Մյուսները հիմնականում բանակում ծառայելուց անմիջապես հետո միանում են արտերկրում աշխատող իրենց ծնողներին։ Հողագործությամբ եզակիներն են զբաղվում, ասում են, հողը երիտասարդներին հետաքրքիր չէ։ Դե այդքան էլ որ վերցնես մանկավարժի աշխատանքը լավ չի, նախ անշնորհակալ աշխատանք, հետն էլ աշխատավարձը քիչ։ Բայց դե ոչինչ, եթե ժամերը դե իմը ես 18 ժամով եմ պարապում, 75,000-ը։ Հողագործությամբ են զբաղվում հիմնականում կանայք ու տարեց տղամարդիկ, ասում են, ինչքան էլ չարչարվեն, միևնույնն է, ստացած եկամուտով չեն կարող նոր տարվա շեմին ճոխ սեղան նստել։ Գյուղացին հազիվ կարում է իր միջոցներով լավագույն դեպքում, եթե հողով զբաղվեն, ստեղ լավագույն դեպքում, եթե մինչև նոր տարի կարող ասենք բաստուրներն էլ չկարանան առնեն, վերջի պահով, դա լավագույն դեպքն է, որ մինչև նոր տարի ասենք կարան յոլակնան, դրանց հետո արդեն զորա, դե նախ որ հողատարածքները շատ քիչ է ստեղ, ասենք դե համատական կարգով, եթե նկատի ունեք այս գյուղը, էսի փոքր գյուղ է, ու քիչ հողեր ունի, եթե մտածենք ինչ-որ հողով ապրելու, դա բացառվում է, հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի, ուզում ես ընդեղ քնի, ուզում ես ընդեղ բան արա, ինչ ուզում ես արա, գազը շատ, էլեկտրականությունը շատ, բնականը բոլոր հիմի կենցաղ են, որ լվացքը մեկեն ախալատել ողմիչ օգտագործում են, Նոր կյանքի միապաղաղ առօրյան կոտրելու միջոցը գյուղի մշակույթի տունն է, որտեղ եւս հիմնականում աղջիկներ են հանդիպում։ Երեխաների բարի խմբում տղաներ չկան, բայց այս դեպքում պատճառը արտագաղթը չէ։ Նոր կյանքում տղաները պարել չեն սիրում, նախընտրում են սպորտը։ Մշակույթի տան պարուսույց Ազո Հովսեփյանը գյուղի այն եզակի տղամարդկանցից մեկն է, ով ապրում եւ աշխատում է գյուղում, մեկնելու մտադրություն էլ չունի։ Սակայն միայն բարի դասավանդումը, ինչպես ինքն է ասում, ավելի շատ հոբբի է եւ ոչ եկամտի աղբյուր, ուստի ստիպված է բարը համատեղել ռեստորանի մենեջերի աշխատանքի հետ։ Մասնակցել ենք բազմաթիվ փառատոների, ունեցել ենք նաև հրավերներ դրսից, բայց ինչպես գիտեք, Հայաստանում ֆինանսական դրությունից ելնելով ոչ մի փառատոնի չենք մասնակցել միջազգային։ Աշխատանքներ, որոնք բավարարում են ապրելու համար, իսկ եթե համատական անցկացնենք եվրոպական այլ երկրների հետ, ես այսօր հնարավորություն չունեմ այդ աշխատավարձով ինչ-որտեղ մեկնեմ հանգստանալու կամ ինձ այլ ճոխություններ թույլ տամ, դրանով հնարավոր չի։ Մշակույթի տան տնօրեն Լովա Սիմոնյանը հպարտությամբ է ցույց տալիս բարի խմբերի նվաճած տասնյակ մրցանակներն ու ցավով նշում, որ ֆինանսական սուղ պայմանների պատճառով հաղթանակներ չեն գրանցում նաև երկրից դուրս։ աշխատող ժողովուրդ են, ստեղծող ժողովուրդ են, բայց այսօր երիտասարդությանը հողի հետ կապել Նոր կյանք գյուղում համակարգիչներ ու համացանց կա գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, սակայն երիտասարդները չեն սիրում գրանցվել սոցիալական ցանցերում, առավել եւս ծանոթություններ հաստատել դրանց միջոցով։ Ժամանցի վայրեր գրեթե չկան, զբոսայգիներ նույնպես, բայց միևնույնն է, կարողանում են իրենց համար հետաքրքիր զբաղմունքներ գտնել։ Տաթևիկը օրինակ հարևան գյուղում ֆուշետի դասերի է հաճախում։ Կարտոֆիլներով պատրաստեցինք, էսի առաջի անգամն էր, այդքան նորմալ չեղավ։ Այս արդեն երկրորդ անգամ պատրաստեցի, այս էլ երրորդ անգամ պատրաստեցի։ Դժվար է։ Չէ, հեշտ է։ Որ լսում ես դասատուին հեշտ է։ Որ շատ չես լինում դժվար է։ Հետագայում մտադիր ես ինչ-որ մեծ ֆուրշետներ կազմակերպել։ Ինչի համար ես սովորում էլի։ Սովորում եմ իմ համար։
Չնայած նոր կյանքում առկա արտագաղթի մթնոլորտին, գյուղում կան երիտասարդներ, ովքեր իրենց ապագան կապում են հայրենիքի հետ։ 17-ամյա Արթուրը օրինակ ունի հստակ նպատակ՝ երազում է ճանապարհային ոստիկան դառնալու մասին։ Որպես սովորական քաղաքացի ես էլ կուզեի ինչ-որ բանով իմ երկրին, ասած, օգտակար լինի։